1987 թվականի մարտի 17-ին ԽՍՀՄ-ում համար 16-րդ դպրոցում ուղիղ 13 մարդ թունավորվում է։ Նրանցից 4-ը մահանում է, 3-ը աշակերտ են, իսկ մնացածը վերակենդանացման բաժանմունք են տեղափոխվում։ Նախնական տվյալներով այդ ամենը եղել է սննդային թունավորում, ով կամ ինչն էր կանգնած այս ամենի հետևը, քանի որ մինչև այս եւ սրանից հետո թունավորումները քաղաքում շարունակվում են։ Այսօր խոսելու ենք ամենահետաքրքիր դեպքերից մեկի մասին, թե ինչպես մի կին կարողացավ ամբողջ ԽՍՀՄ-ում դառնալ հայտնի։ Նրանով, որ ոչ թե խելացի էր, ոչ թե հաջողակ էր, այլ նրանով, որ նա դարձավ ԽՍՀՄ-ի վերջին գնդակահարված կին մարդասպանը։ Բայց միջև տեսանյութին անցնելը կխնդրեմ բաժանորդագրվես ալիքին, սեղմես զանգակ կոճակը, լայքես ու դե հա, ու կարող ես մեկնաբանություններով կիսվել։ What's your emergency? Դպրոցի թունավորման պատճառը բժիշկները չգիտես ինչու կապում էին ինչ-որ նոր տարածվող վիրուսի հետ, բայց շատ զարմանալի է, որ նոր տարածվող վիրուսը, օքեյ, ինչքան է տարածվի, մարդիկ իրենց լավ չզգան, մազաթափություն չի առաջացնի։ Մազաթափություն չառաջացնելու պատճառով էլ նրանք արդեն սկսում են կասկածել, արդյոք սա պլանավորված չէ։ Երբ որ նրանք մտածում են, թե ով կարող է լինել այս ամենի հետևում կանգնած, միակ մարդը ամբողջ դպրոցում, որը պատասխանատու է բոլորի համար, չէ, տնօրենը չէ, այլ դպրոցի խոհարարը։ Կհիշեք դպրոցում, հիմա էլ չգիտեմ, բայց դպրոցում կան խոհարարներ, որոնք պատրաստում էին ուտելիքներ ու ճաշանում դրանք վաճառում։ Այստեղ էլ նույն կերպ բոլորը սնվել են ճաշանից, որտեղ բոլոր 13-ը թունավորվել են հիմնականում իրար հետևից, 1-2 ժամվա ընթացքում, այսինքն բոլորը իրար հետ կապված են։ Երբ դպրոցում ոստիկանությունը սկսում է հարցաքննել բոլորին, ամենաառաջին կասկածյալը դա սննդաբանն է կամ այն մարդը, ով որ զբաղվում է, գլխավոր խոհարարը, կարելի է այսպես ասել, տարբեր դպրոցներում տարբեր անուններ ունի այդ մարդը։ Այս դեպքում շատ լագիչեսկի կլիներ հենց իրենից հարցնել, բայց քանի որ նա մի քանի ամիս առաջ կաթվածից սրտի մահացել է, ումից պետք է հարցնել։ Սկսում են արդեն աշակերտներին եւ ուսուցիչներին հարցաքննել, որի արդյունքում բարձ է դառնում, որ այդ կինը, ով որ սրտի կաթվածից մահացել է, նա անընդհատ բողոքել է իր առողջությունից եւ իր մոտ նույնպես մազաթափություն է եղել։ Թունավորման դեպքից մոտ 4 ամիս առաջ հիվանդանոցում էին հայտնվել նաև 2 երեխա եւ քիմիայի ուսուցիչը, նույն ախտանիշներով։ Մի անհանգստացնող փաստ եւս։ Նրանց մոտ էլ էր սկսվել մազաթափություն։ Քննիչները բնականաբար հասկանում են, որ մի բան այն չէ, սա սովորական սննդային թունավորում չէ կամ էլ ինչ-որ նոր վիրուս չէ։ Նրանք ծայրահեղ քայլ են գնում։ Դատաբժշկական քննության համար բուժքրոջդին էքսկումարտացիա են անում։ Նրա մարմնի մնացորդներում հայտնաբերվում է թալիում։ Թալիումը թունավոր ծանր մետաղ է, որը դժվար թե նրա օրգանիզմում պատահական հայտնվեր։ Այս ընթացքում քննիչներն առանձնացնում են այն աշխատողների մասին ինֆորմացիան, որոնք քրեական անցյալ են ունեցել եւ հաշվի առնելով, որ խոսքը դպրոցի ուսուցիչների եւ անձնակազմի մասին է, այդ մարդիկ շատ քիչ էին։ Քննիչների ուշադրությունը գրավում է աշխատակիցներից մեկը՝ խոհանոցում ամաներ լվացող Թամարա Իվանյուտինան։ Նախ նա թեկուզ եւ պայմանական, բայց դատվածություն ունի։ Հետո էլ դպրոցում աշխատում է 6 ամիս եւ խոհանոցին անմիջապես հասանելիություն ունի։ Մինչ քննիչները կփորձեն գտնել ու հարցաքննել նրան, եկեք տեսնենք, թե ով է այս կինը ու արդյոք նա կապ ունի դպրոցի մասսայական թունավորման հետ։ Ծնվել է 1941 թվականին Տուլայում։ Ընտանիքն ապրում էր շատ վատ պայմաններում, գումարը երբեք չէր բավականացնում։ Ծնողների համար ամենակարևորը ամեն գնով գումար վաստակելն էր եւ վաղ տարիքից նույնը սովորեցնում են իրենց երեխաներին։ Դպրոցն ավարտելուց հետո Թամարան չի սկսել աշխատել, այլ սկսում է խաբեությամբ զբաղվել։ Արագ ու հեշտ գումար վաստակելու համար նա շուտով հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում։
Շուտով նրան ձերբակալում են եւ դատապարտում 1 տարվա ազատազրկման։ 20 տարեկանում Թամարան ամուսնանում է։ Կարելի է կարծել, թե կյանքը հաջողված է, սակայն նրա ամուսինը իրեն դավաճանում է եւ Թամարան բաժանվելուց հետո տեղափոխվում է Կիև ավելի լավ կյանքի հետևից։ Հասկանալով, որ չի ցանկանում նա աշխատել, պետք է ուրեմն գտնել ինչ-որ մեկին, ով կաշխատի քո փոխարեն։ Նա սկսում է հարուստ ամուսնու որոնումները։ Շուտով նա կրկին ամուսնանում է։ Այս անգամ ամուսինը կայացած մարդ էր, նա հարուստ էր, ուներ իր սեփական բնակարանը, ուներ մեքենա, հողատարածք, սակայն տարիքով մեծ էր։ Ցավոք այս ամուսնությունն էլ երկար չտևեց։ Նրա ամուսինը շուտով մահացավ։ Այսպիսով նրա ողջ ունեցվածքը մնում է իր կնոջը, Թամարային։ Որոշ ժամանակ անց Թամարայի քույրը նրան ծանոթացնում է իր երրորդ փեսացուի հետ, ով իրենից 8 տարով փոքր է։ Թամարան ի սկզբանե տղային հավանելուց զատ նաև գիտեր նրա ունեցվածքի մասին եւ արդեն իսկ աչքը դրել էր նրա հոր եւ մոր ունեցվածքի վրա։ 1983 թվականին Թամարան եւ Օլեգը ամուսնանում են։ Մի քանի ամիս անց ցավոք սրտի մահանում է Օլեգի հայրը, հետո նաև մայրը։ Թամարան Օլեգի հետ տեղափոխվում է նրա շքեղ առանձնատուն, որը քաղաքից դուրս էր գտնվում, եւ սկսում է հողատարածքով զբաղվել։ Հիշում ենք, որ նա նաև ուներ բնակարան Կիևում, իսկ հիմա նաև առանձնատուն քաղաքից դուրս։ Հողատարածքում Թամարան սկսում է տարբեր բանջարեղեններ կամ մրգեր աճեցնել, ինչպես նաև կենդանիներ, հիմնականում խոզեր պահել, որպեսզի դրանց հետագայում մորթեր եւ վաճառել ավելի շատ գումար ունենալու համար։ Թամարան որոշում է տեղի դպրոցի հետ պայմանավորվել եւ նրանց խոհանոցի մնացորդները, այսինքն այն ուտելիքները, որոնք երեխաները եւ ուսուցիչները չէին ուտում, ճաշարանը որոշակի շատ սիմվոլիկ գումարով վաճառի իրեն։ Դպրոցը համաձայնվում է, որից հետո նաև Թամարան որոշում է այնտեղ ընդունվել աշխատանքի որպես աման լվացող, որպեսզի նա գումար այլևս չտա այդ ամբողջ աղբի համար։ Նա ինքը ամանները լվանալուց հետո այդ աղբը հավաքում էր եւ բերում տուն խոզերին կեր տալու համար։ Թամարայի տանը քննիչներին դիմավորում է ամուսինը Օլեգը եւ նրա տեսքը ուղղակի սարսափեցնում է իրավապահներին։ Նա հազիվ էր ձեռնափայտով քայլում, շատ գունատ էր ու ճաղատ։ Ավագ քննիչը ժամանակ չի կորցնում եւ տեղում հարցաքննում է նրան, բայց չի ասում ինչի համար են փնտրում կնոջը ու խնդրում է ուղղակի պատմել իրենց կյանքի եւ առօրյայի մասին։ Օլեգն ասում է, որ իրենք վերջերս ծնողների մահից հետո են տեղափոխվել այս տուն։ Քննիչների հարցին, թե երբ ու ինչպես են մահացել նրա ծնողները, տղամարդն ասում է, որ մի քանի ամիս առաջ գրեթե միաժամանակ նրանք ուղղակի հեռացան կյանքից։ Հայրը մահացել է շատ արագ, սրված պոլիարտրիտից, իսկ մայրը հոր թաղման օրը սրտի կաթվածից։ Ծնողներին այդ ժամանակ խնամել է Թամարան։ Նրանց վերջին օրերը իր կինը կիսել է իր ծնողների հետ, նրանց մասին հոգ կատարել նրանց յուրաքանչյուր ցանկություն։ Մինչ քննիչներից մեկը զրուցում է Օլեգի հետ, մյուսը շարունակում է հարցաքննել հարևաններին։ Հարևանները համարյա թե ոչինչ չունեին ասելու Թամարայի մասին, նրանք շատ քիչ էին շփվում, շատ ուշուշ էին իրար տեսնում, հա, հիմնականում քանի որ նա աշխատում էր թե տանը եւ թե դպրոցում։ Բայց մի շատ կարևոր պահ կա։ Թամարան շատ հաճախ էր թունավորում մկներին։ Ինչևէ, մենք կարող ենք մտածենք, սա նորմալ երևույթ է, դե պետք է չփչացնի այգին, հա, մկները չգան, չուտեն ոչ մի բան, բայց բնակիչները, հարևանները շատ էին վախեցած այդ փաստից, որտեվ նա շատ էր օգտագործում թունաքիմիկատներ, որոնցով էլ իր այգու բնակիչներին ուղղակի սպանում էր։ Պարզվում է, որ Թամարայի առաջին ամուսինը, ով վարորդ էր մասնագիտությամբ, մինչև մահը շատ է բողոքել իր ոտքերի ցավից, հոգնածությունից, նրա մոտ նույնպես մազաթափություն է սկսվել, սակայն քանի որ նա մահացել է բնականոն ճանապարհով, ոչ մի խնդիր չի առաջացել թե բժիշկների եւ թե ոստիկանների մոտ։ Որոշակի հետաքննությունների արդյունքում բարձ դարձավ, որ այն բոլոր մարդիկ, որոնք թունավորումից մահացել են, նրանց օրգանիզմում գտնվող թալիումը գնվում է տեղի լաբորատորիաներից մեկում։ Երբ որ ոստիկանները գնում են, որպեսզի խոսեն լաբորատորիայի աշխատակիցների հետ, նրանք չեն պատկերացնում, որ ամբողջ լաբորատորիան կարող է ինչ-որ մարդու հետ պայմանավորված լինել։ Եվ այդ ինչ-որ մարդուն
Թամարային վաճառի թալյում, որպեսզի նա կարողանա դա օգտագործել իր այգեգործության համար։ Քանի որ այգում շատ էին մկները, նա անընդհատ գնում էր եւ գնում լաբորատորիայից թալյում։ Բոլոր փաստերն ունենալուց հետո քննիչները կարողանում են ձերբակալել Թամարային եւ վերջապես նրան հարցաքննել։ Հարցաքննության արդյունքում պարզվում է մի քանի տարբեր եւ շատ տարօրինակ դեպքեր, որոնք այս կնոջ հետ տեղի են ունեցել։ Օրինակ, այն բնականում, որտեղ Թամարան փոքր տարիքում ապրում էր, իրենց հարևաններից մի քանիսը ուղղակի մահանում են, սրտի կաթվածից, ինչ որ այլ վարկածով մահանում են։ Միանգամից 4-5 մարդ։ Դա Թամարայի հարևաններն են լինում, որոնց աղջիկը հյուրասիրել էր իր պատրաստած ուտելիքը։ Սնունդն ընդունելուց հետո ընտանիքը ուղղակի միանգամից մահանում է։ Կամ էլ մեկ այլ օրինակ, երբ որ նրանց բարեկամներից մեկը այցելում է իրենց տուն, ուտում ու մահանում կրկին։ Աղջիկը ուղղակի ֆանտաստիկ էր պատրաստում։ Այսպիսով Թամարան խոստովանում է իր բոլոր հանցանքները, բոլոր 40 հանցանքները։ Չնայած սրանք դեռևս բացահայտվածներն են, չբացահայտվածների մասին միգուցե մինչև օրս էլ մենք ոչ մի տեղեկություն չունենք եւ թիվը նրա զոհերի կարող է հարյուրներին հասնել։ Թամարան, երբ որ ոստիկանները նրան հարցաքննում են, ոչ թե հերքում է, ոչ թե ասում է ես մեղավոր չեմ, ես ստիպված եմ, այլ ոչ։ Նա ընդունում է եւ շատ մեծ ուրախությամբ պատմում իր հաջողությունների ու ձեռքբերումների մասին, նրա մասին, որ նա կարողացավ այդքան մարդ ուսմանել, որտեղ բոլորը խանգարում էին իրեն։ Բոլորը կանգնել էին իր ճանապարհին եւ չէին թողնում, որպեսզի նա վայելի կյանքը։ Այսպիսով Թամարային դատապարտում են։ 1987 թվականին Կիևում դատավարության ժամանակ պարզ է դառնում, որ Թամարայի նախկին սպանությունների մեջ նրան օգնել է իր հայրը, մայրը եւ քույրերից մեկը։ Այսպիսով նրանց նույնպես դատում են։ Հորը տալիս են 10 տարի, մորը 13, իսկ քրոջը 15 տարի։ Դե իսկ Թամարային դատապարտում են մահապատժի։ Սակայն որոշակի բողոքարկումների պատճառով ինչ-ինչ դեպքեր տեղի են ունենում եւ դատը հետաձգվում է մոտ 3 տարով։ 3 տարուց հետո բոլորը վստահ էին ուղղակի, որ կնոջը գոնե կդատեն, այլ ոչ թե կգնդակահարեն։ Սակայն դատարանը իր որոշումը արդեն կայացրել էր։ 1990 թվականի դեկտեմբերի 6-ին գնդակահարվում է ԽՍՀՄ-ի վերջին մարդասպան կինը։ Այսպիսով Թամարայի պատմությունը ավարտվում է, ինչպես նաև ԽՍՀՄ պատմությունը։ Իմ ալիքում կարող եք գտնել այլ դեպքեր, որոնք տեղի են ունեցել ԽՍՀՄ-ի ժամանակ, այլ հետաքրքիր, ինչպես նաև զարհուրելի դեպքեր։ Իսկ տեսանյութը դիտելու համար ձեզ շնորհակալություն եմ հայտնում, ինչպես նաև կխնդրեմ բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը եւ կիսվեք մեկնաբանություններում ձեր կարծիքով։ 911, what's your emergency?